Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհուրդը երեքշաբթի ուշ երեկոյան հաստատել է Իսրայելի հայտարարությունը, որ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է գիշերային ավիահարվածի հետևանքով։ Նրա հետ զոհվել են որդին Մորտեզան եւ մի քանի թիկնապահներ, նաեւ ազգային անվտանգության խորհրդի անվտանգության հարցերով փոխքարտուղար Ալի Ռեզա Բայաթը։ Իրանը նույն օրը հաստատել է նաեւ բասիչ ռազմականացված ուժերի ղեկավար Ղոլամ Ռեզա Սոլեյմանիի սպանությունը ամերիկացի սիոնիստական թշնամու կողմից իրականացված հարձակման հետևանքով։ Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ Լարիջանի եւ Սոլեյմանիի հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի։ Ֆարսի հաղորդմամբ նախագահ Մասուդ Փեզեշքյանը արտահայտել է խորը ցավ եւ ափսոսանք Լարիջանիի մահվան կապակցությամբ ընդգծելով նրա բարյացկամությունն ու հեռատեսությունը։ Իրանը հրթիռային հարվածները հասցրել Թել Ավիվի ուղղությամբ արձագանքելով Իրանի անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի սպանությանը։ Հարվածների հետևանքով Թել Ավիվում, որտեղ տեղակայված են նաև կարևոր ռազմական օբյեկտներ, զոհվել է 2 մարդ։ Ընդհանուր առմամբ պատերազմի ընթացքում Իսրայելում զոհերի թիվը հասել է առնվազն 14-ի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեգնել է, որ իսրայելական ավիացիան հարվածներ է հասցնում խաչմերուկներին եւ քաղաքային հրապարակներին, որպեսզի Իրանի ժողովուրդը նշի կրակի տոնը, այսինքն Նովրուզը։ Ըստ Նեթանյահուի վերջին 24 ժամվա ընթացքում իրենք ոչնչացրել են Իրանի 2 առանցքային առաջնորդի Լարիջանիին եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բասիչ կիսառազմական աշխարհազորի ղեկավարին։ Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ գիշերը իսրայելական կողմի հարձակման հետևանքով սպանվել է նաև Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը։ ԱՄՆ ազգային հակահաբեկչական կենտրոնի տնօրենը Ջոզեֆ Քենթը հրաժարական է տվել Իրանի դեմ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմի ֆոնին, պնդելով, թե Իսրայելն է նահանգներին ներքաշել հակամարտության մեջ։ Ըստ նրա ինքը չի կարող մաքուր խղճով աջակցել Իրանում շարունակվող պատերազմին։ Քենթի գնահատմամբ Իրանը Միացյալ Նահանգների համար անմիջական սպառնալիք չէր եւ պարզ է, որ այս պատերազմը սկսվել է Իսրայելի եւ նրա հզոր ամերիկյան լոբիի ճնշման պատճառով։ Ժամեր անց ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ուրախ է նրա հրաժարականի համար, քանի որ նրան շատ թույլ էր համարում անվտանգության հարցում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքները կզգացվեն ամբողջ աշխարհում, հավելելով, որ միջազգային հանրության ավելի շատ ներկայացուցիչներ պետք է դեմ արտահայտվեն հակամարտությանը, նկատի ունենալով ամերիկացի առանցքային պաշտոնյայի հրաժարականը։ Մենք չենք ձգտում կրակի դադարեցման, որովհետև չենք ուզում, որ այս սցենարը որոշ ժամանակ անց կրկնվի։ Մենք ուզում ենք, որ պատերազմը դադարի ամբողջությամբ եւ ընդմիշտ։ Մենք չենք հավատում կրակի դադարեցմանը, մենք հավատում ենք պատերազմի ավարտին։ Թեհրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրների քաղաքացիական օբյեկտներին։ Այն պատասխանում է ԱՄՆ-ին իրենց հարձակումների համար, հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին։ Նա հավելել է, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը դեռևս չեն գիտակցել, որ Իրանի կառավարությունը հույսը չի դնում մեկ անհատի վրա։ Ես չգիտեմ, թե ինչու ամերիկացիներն ու իսրայելցիները դեռ չեն հասկացել այս կետը։ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական կառուցվածք, հաստատված քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ինստիտուտներով։ Մեկ անհատի առկայությունը կամ բացակայությունը չի ազդում այս կառուցվածքի վրա։ Իհարկե, անհատներն ազդեցիկ են եւ յուրաքանչյուր մարդ խաղում է իր դերը։ Ոմանք ավելի լավ, ոմանք ավելի վատ, ոմանք ավելի քիչ, բայց կարևորն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը շատ ամուր կառուցվածք է։ Մենք չենք ունեցել առաջնորդից ավելի կարևոր մեկին եւ նույնիսկ առաջնորդը նահատակվեց, այնուամենայնիվ համակարգը շարունակեց իր աշխատանքը եւ անմիջապես փոխարինող ապահովեց։ Եթե որևէ մեկը նահատակվի, նույնը կլինի։ Եթե արտաքին գործերի նախարարը երբևէ նահատակվի, ի վերջո կգտնվի ինչ-որ մեկը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը։ Միևնույն ժամանակ Արաղչին ափսոսանք է հայտնել, որ այդ օբյեկտները գտնվում են Իրանի համար բարեկամ երկրների տարածքում։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է եւ վերահսկում է իրավիճակը, վիրավորումից ստացած վնասվածքները թեթև են եղել, հավելել է Իրանի արտգործնախարարը։ Իրանի միջուկային ծրագրի ապագան կսահմանի Իրանի նոր գերագույն առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեին։ Այս պահին ես այն դիրքում չեմ, որպեսզի գնահատեմ, թե ինչպիսին կլինի նոր առաջնորդի դիրքորոշումը այս հարցում, իրավական կամ քաղաքական տեսանկյունից։ Ինչպես հասկանում եմ, այն չպետք է էապես տարբերվի մեր նախկին գծից, սակայն պետք է սպասենք, մինչև նրա տեսակետները հստակ դառնան։ Իրանի միջուկային ծրագիրը միշտ ունեցել է խաղաղ բնույթ։ Մենք միշտ ձգտել ենք եւ շարունակում ենք ձգտել իրականացնել մեր օրինական իրավունք, օգտագործելու ատոմային էներգիան խաղաղ նպատակներով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Իրան է ուղարկվել հերթական հումանիտար օգնությունը Իրանին տրամադրվող 82 տոննա ընդհանուր քաշով հումանիտար օգնությունը ներառում է տարբեր սննդամթերքներ, դեղամիջոցներ եւ բժշկական պարագաներ։ 76 տոննան կազմում են պարենային եւ սննդի ապրանքները, 4-ը դեղամիջոցները եւ 2-ը բժշկական պարագաները։ Հումանիտար օգնությունը Իրանին կհասցվի 5 բեռնատար ավտոմեքենաներով։ Հաշվի առնելով, որ հումանիտար օգնությունն ուղարկվում է Նովրուզի տոնի նախաշեմին, օգնության կազմում ներառվել են նաեւ համապատասխան նվերներ գրված է հաղորդագրության մեջ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն Ինջիրլիքի ավիաբազայում տեղակայում է նոր Patriot հրթիռային համակարգ։ Այս հայտարարությունը հաջորդում է ընդամենը մի քանի օր առաջ Իրանից արձակված երրորդ բալիստիկ հրթիռը խոցելու մասին տեղեկատվությանը։ Ինջիրլիքի ավիաբազայում տեղակայված են Միացյալ Նահանգների, Կատարի, Իսպանիայի եւ Լեհաստանի անձնակազմերը, նաեւ թուրքական զորքերը։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին 93 տարեկանում Վրաստանում համազգային սգոհոր է հայտարարվել։ Համաձայն կառավարության որոշման երկրի ամբողջ տարածքում վարչական շենքերի վրա պետական դրոշները խոնարհվել են։ Նորին Սուրբոցություն Տեր Գարեգին II ծայրագուն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը հանուն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Գերագույն հոգեվոր խորհրդի, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության եւ հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Նորին Սրբություն Իլիա II-ի վախճանման առիթով։ Վեհափառ հայրապետն ամենակալ տիրոջ մխիթարությունն է հայցել վրաց ուղափառ եկեղեցու հոգեվորականությանն ու վրաց սգագիր բարեկամ ժողովրդին մաղթելով, որ Նորին Սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում եւ ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար։ Հայաստանի կառավարությունը պետք է աջակցի Ղարաբաղից տեղահանված հայերին Հայաստանում տնավորվելու համար ներառական զարգացում, ձեռքբերումներ եւ անելիքներ խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Էլի կրկնում եմ, ես շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին, որ այդ փնտրտուքի հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետև ես կարծում եմ, որ ինձ համար ակնհայտ է, որ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ Հայաստանի Հանրապետությունում օգնենք ամեն ինչով աջակցենք, որ ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երկրորդը տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ հարատև իրենց ընտանիքների ճակատագիրը կապեն Հայաստանի Հանրապետության հետ։ Սա շատ կարևոր եւ քաղաքական եւ հոգեբանական առումով շատ կարևոր է։ Ես ընդ որում ուզում եմ ասել, որ ես այսպիսի ձևակերպում հրապարակային 2023 թվականից հետո բավականին ուշ եմ արել, բայց նաեւ կարևոր մի հանգամանք կա այս ընթացքում տարբեր ձևաչափերով ես հանդիպել եմ եւ ումից հարց եմ ստացել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասին է խոսքը, ես այս նույն կերպ պատասխանել եմ։ Մի X պահից այդ պատասխանները դարձել են հրապարակային։ Ինչ են X պահից դարձել հրապարակային, որովհետեւ մեզ համար էլ ա եղել մտածումների փուլ։ Մենք էլ ենք մտածել։ Մենք էլ ենք փորձել հասկանալ, թե որն է հարցը, որին պետք է պատասխանենք, եւ հարցը ձևակերպելուց հետո որն է վերջո այդ հարցի ճիշտ պատասխանը, որպեսզի մենք ի վերջո կարողանանք մի հանգրվանի հասնել։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը անդրադառնալով նոր սահմանադրությունում անկախության հռչակագրին վերաբերելի հարցին նկատել է, որ չեն ուզում տպավորություն ստեղծվի, թե խուսափում է ներկայացնել ինչը այս պահին ամփոփված ներածության շրջանակում սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային։ Մենք հետևյալ գաղափարներով ենք առաջ շարժվում։ Անկախության հռչակագիրը ինչ է, ինքը իրականում ոչ թե անցյալին, այլ ապագային միտված փաստաթուղթ է, չնայած պատմական փաստաթուղթ է եւ իրավական վեճ կա դրա նորմատիվային լինելու հետ կապված, բայց ամեն դեպքում պարունակում է մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք նաեւ դրված են սահմանադրության հիմքում։ Ու այդ սկզբունքներով առաջնորդվելով սահմանադրությունը պետք է նայի դեպի ապագա եւ շեշտադրի պետության շարունակականությունը, խաղաղ, անվտանգ պետություն ապագա սերունդներին տալու առաքելությունը։
Այսինքն այս հիմնական գաղափարներն է շեշտադրելու սահմանադրությունը եւ հետեւաբար դուք կարծում եմ, որ կունենաք, վստահ եմ, որ դուք հարգելի լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ եւ մեր քաղաքացիները սիրելի կունենան բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ ոչ միայն ծանոթանալու, այլ նաեւ ուղղելու տեքստը մշակողներին իրենց ուզող բոլոր հարցերը, ընդ որում մի բան էլ է շատ կարեւոր շեշտադրել, որ այն տեքստը, որը կհրապարակվի, ստատիկ չի լինելու, այսինքն անփոփոխելի չի լինելու։ Դա լինելու է նախագիծ եւ հետեւաբար չի բացառվում, որ դրանում կկատարվեն մի շարք փոփոխություններ այն բանից հետո, երբ ստացվեն քաղաքացիների, ոլորտի մասնագետների համապատասխան կարծիքները։ Մասկատում Օման պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաիդ բին Համուդ Ալ-Մավալիի հետ։ Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ թեև այցի հիմնական նպատակը Մասկատում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումն է, այն լավ հնարավորություն է տվել անցկացնել նաեւ ոլորտային հանդիպումներ։ Զրուցակիցները մասնավորապես քննարկել են ավիացիայի տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր, երկուստեք ընդգծելով Երևան-Մասկատ ուղիղ չվերթի հաստատումը խթանելու պատրաստակամությունը։ Միրզոյանը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ եւ դինամիկ տնտեսական գործընկերությունների խթանմամբ։